Աստված օգնական, սրբազան հայր, ձեր դիրքորոշումը տեղ ունեցող վերաբերյալները ծափահարություններով նրանց են դիմավորում, այստեղ նաև մենք եկել ենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնից մեր հոգևոր եղբայրների հետ մեկտեղ որպես հոգուպարտ բերելու մեր զորակցությունը մեր ազգային մեծագործ բարերարին, ով 2 օր առաջ գտնվելով Մայր հայրենիքում, այցելելով Մայրաթոր Սուրբ Էջմիածին, Ուրվեապար Հայրապետի հանդիսապետությամբ, նախագահությամբ կատարվեց լուսահոգի Սարգիս Կարապետյանի հոգեհանգիստը 40-օրյա և այդտեղ Սամվել Սարգիսովիչը արտահայտեց իր հավատարմությունը, իր սերը, իր նվիրումը մեր ազգային հոգևոր սրբություններին և Մայրաթոր Սուրբ Էջմիածնի առաքելությանը, ասելով, որ հավատարիմ է անդավաճան այն նվիրական արժեքներին, որոնք դարերով երաշխավորել են մեր ինքնությունը, մեր գոյությունը և մեր հարատևությունը։ Ամեն դեպքում այդ արտահայտությունը ցնցել է իշխանություններին, ինչ ցնցող արտահայտություն է արվել քաղաքացիներից, բոլորն էլ հայտնում են իրենց հավատարմությունը և նվիրումը Մայրաթորին։ Մենք հասկացանք, որ Սամվել Սարգիսովիչի նման զորակցությունը Մայրաթոր Սուրբ Էջմիածնին այսօր վերածվեց քաղաքական հետապնդումների, որը իր մեջ կրում է իշխանությունների վերաբերմունքը և այդ իմաստով մենք եկել ենք մեր զորակցությունը բերելու։ Միայն զորակցությունը, եթե կանոնավորվի գործարանը չեք անելու։ Հնարավոր է նաև ձևակերպվեն հոգևոր իշխանության կողմից, հաշվի առնելով, որ ի վերջո զարգացումները կարծես թե դեպի անկախելու ուղղությամբ են։ Միանշանակ մեր եկեղեցին մեր ժողովրդի հետ է եղել և գիտեք Սամվել Սարգիսովիչը բոլոր ժամանակներում հավատարիմ է իր ազգային արժեքներին, իր ժողովրդի և իր պետականության շահերին, հակառակ ամեն տեսակի փորձության, որովհետև նա ստացել է այդպիսի կրթություն, դաստիարակություն, բոլորդ գիտեք նա ում զավակն է, ովքեր են նրա ծնողները։ Եթե կանոնավորվեց ինչ եք անելու։ Որ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է սկսել եկեղեցու դեմ, եկեղեցու սպանսավորների դեմ, փորձում է ստուգել նրանց կուսակցության ուխտը խախտել են, թե ոչ, ինչպես ինչ գնահատական ունեք սրա վերաբերյալ։ Ոչինչ չենք գնահատում, ոչինչ չենք ձևակերպում, մենք այստեղ ենք վկայելու մեր սերը, մեր հավատարմությունը, մեր նվիրումը։ Այն մարդկանց, ովքեր կրում են այդ արժեքները։ Բայց Սամվել Կարապետյանը այստեղ հայտնվել հենց դրա հետևանքով, եթե Փաշինյանը եկեղեցու դեմ արշավ չսկսեր, Սամվել Կարապետյանն էլ չէր աջակցի այդ հարցում եկեղեցուն։ Մենք ասացինք, որ դա արդեն քաղաքական հետապնդումներ եւ նպատակ է հետապնդում։ Իսկ եկեղեցու դեմ ինչ եք ասում։ Զառանգիր կարող են տեսնել նաև ձեր այցի մեջ եւ խնդրում եմ բարձրացնեք ի վերջո ցանկացած հայ մեկով աշխատանքային կապ ունեցնության նաև եկեղեցու հետ չի կարող աջակցել, ինչու դատապարտելի եւ քրեորեն հետապնդելի դառնում եկեղեցու կողքին կանգնելը։ Ես այստեղ եմ նաև, որ բերեմ, փոխանցեմ Ռուսաստանաբնակ 100,000-ավոր հայորդիների զորակցությունը։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի բարեպաշտ հայորդիների աղոթական զորակցությունը եւ նվիրումն ու հավատարմությունը Սամվել Սարգիսովիչին, ում ինձանից լավ գիտեք բոլորդ եւ գիտի ամբողջ հայ ազգը։ Ես կարծում եմ, որ այո, իհարկե, ես կարծում եմ, որ ցանկացած ժողովուրդ, ցանկացած երկիր ուրախ պետք է լիներ, որ իր ազգը ունի նման զավակ, հայրենասեր, ազգասեր, Ուրախ էր Փաշինյանը մինչև 3 նաև։ պետականամետ,
որը արտահայտել է այդ արժեքները իր բազում գործերով, իրագործումներով եւ այսօր էլ շարունակում է իրականացնել։